Սարգսյանը, որ Նիկոլ Փաշինյանին բերել եք բացառապես դուք։ Անձնապես դուք չեք։ Հասկանում եմ, Դավաճան Նիկոլի հետ կապված ամեն ինչ պարզ է արդեն եւ դրա հետ կապված հարցեր չկան, սիրով, որ հարցը որ ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի։ Ուրեմն ինչ վերաբերվում է նախ ձեր օգտագործած տերմինին, քոչարանականներ, ես այդ տերմինը չեմ հասկանում, ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր հարում են, համակիրեն Ռոբերտ Քոչարյանին, կան մարդիկ, ովքեր աշխատել կամ աշխատում են Ռոբերտ Քոչարյանի մոտ, կան մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի պատգամավորական ֆրակցիայից են, այսինքն Հայաստան խմբակցությունից են։ Ես այս տերմինաբանության շրջանակներում եմ խնդրում մնալ եւ նորից եմ կրկնում, անկեղծության եւ կիսաճշմարտության մեջ շատ մեծ տարբերություն կա եւ կիսաճշմարտությունը շատ ավելի նմանվում է ստի, երբ որ փորձում ես հատվածական մեկնաբանել ինչ-որ բաներ, տակից դուրս թողնելով մեծ կտորներ։ Այդ կտորները օբյեկտիվ իրականությունում փառք Աստծո բոլորիս աչքի առաջ են եղել լայվերի եւ ուղիղ եթերների շրջանակներում։ Իհարկե այն ժամանակ շատ ցավալի էր այդ ամեն ինչը մեզ տանել, բայց պարզվում է, որ պետք էր դա լիներ այնպես, ինչպես եղավ, այսինքն լայվերի տրամաբանության մեջ, որ որևէ բան ոչ մեկի աչքից չվրիպի։ Առաջին ոչ ճշտությունը, որին ես ուզում եմ անդրադառնալ, որ հանրապետականները սկսել են արձագանքել կամ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։ Դա սուտ է, անկեղծորեն սուտ է, որովհետև դուք չեք գտնի գետ մեկ հանրապետականի, ով արձագանքել է, քննարկել է կամ որևէ կերպ ինչ որ հարցազրույցներում, այն էլ հայտարարությունների մակարդակով կուսակցական անդրադարձ է կատարել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։ Այդպիսի բան չի եղել, դա փաստագրված է, ձեր կողմից շատ հեշտությամբ կարող է ստուգվել, եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսը մեր համար քննարկման առարկա չի դարձել, այլ նաեւ նախորդող բոլոր ասուլիսները քննարկման առարկա չեն դարձել, երբևէ նպատակ էլ չի եղել դրանք որպես ինչ որ ելակետային քննարկման առարկա սարքելու եւ այլն։ Հետեւաբար այս սուտը փորձենք հերքել, հա, այդպիսի անդրադարձ չի եղել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին արտահայտած եւ ոչ մի մտքին, չնայած որ մի ամբողջ հատված կա, ես բոլոր հարցերին պատասխանել եմ, ոչ մի խնդիր չկա։ Չնայած այն բանին, որ հանրապետական կուսակցության վերաբերյալ անդրադարձ եղավ, նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ անդրադարձ եղավ, այդտեղ չենք անդրադարձել։ Մենք սկսել ենք անդրադառնալ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկ ամբողջ ժամ նվիրել է հանրապետական կուսակցության վերաբերյալ ինչ-որ կասկածներ, անուղղակի ենթադրություններ, շատ ուղղակի ինչ-որ մտքեր արտահայտելով, որոնք իմ գնահատմամբ սուտ են եւ ես դրանց որոշել եմ անդրադառնալ, որովհետեւ ես համարում եմ, որ չի կարելի օրինակ նիկոլական դատախազության կողմից հրապարակված որևէ բան դրա ունը դնել ապացուցված։ Չի կարելի, ինձ համար դա անթույլատրելի է։ Չի կարելի փորձել շղարշ ու տպավորություն ստեղծել, որ 2018-ին ՀՀԿ-ականները բաղձում էին Նիկոլին իշխանության տալու ու չգիտեին ոնց տային։ Պետք իրաց դագաղները դնեին, ծաղկե պսակները իրանք դնեին, ազգային ժողովում այդ քաոսը ստեղծեին, պետական համակարգում այդ քաոսը նախաձեռնեին։ Հա, այնա մենք վեր կենայինք կգնայինք տուն, որովհետև փառահեղ Սերժ Սարգսյանը 10 տարիներ է ունեցել կառավարման եւ արտաքին քաղաքականության եւ ներքին կայունության ամրապնդման, դա իմ համոզմունքն է եւ մեզ պետք չէր սեփական դագաղը դնել ու տենց գնալ իշխանությունից։ Կներեք, էլի ինչ կայունություն, երբ որ բեսպրեդել էր, ապօրինի հարստանում էին, մարդկանց վրա կրակում էին, որ ճանապարհը բաց են անցնել։ Մարդկանց վրա չեն կրակել, դուք սուտ եք տարածում հիմա։ Մարդկանց վրա Սերժ Սարգսյանի, ես ավարտեմ, մարդկանց վրա Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չեն կրակել։ Դուք հիմա հարց եք տալիս մյուսների։ Ես ձեզ լսում եմ, ես կլսեմ, ամեն ինչ կլսեմ, ոչ մի լսում եմ։ Ինձ սուտ տեղեկություն տարածելու մեջ չմեղադրեք։ Վերնիսաժում 2017 թվականին կրակել է հայտնի անձանցից մեկի որդին, իր ճանապարհը փակած մեքենաների ուղղությամբ։ Այսինքն դա բեսպրիդել էր երկրում, որով ինչ ուզում անում էր։ Ես չեմ ասում Սերժ Սարգսյանը զենքը վերցրել եւ աջուձախ կրակելու։ Սերժ Սարգսյանի իշխանությունը որևէ մեկի փողոցը բացելու համար չի կրակել, ես նորից եմ ասում, այն միտքը, որ դուք առաջի անգամ ձևակերպեցիք, սուտ է, իրականությանը չի համապատասխանում։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ որևէ մեկի Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հիմա անձինք անհատներ իրար վրա չեն կրակում։ Դուք ասում եք, որ դա Նիկոլ Փաշինյանն է անում։ Չեմ լսել ձեզնից։ Ես ձեզ լսում եմ, գիտեք, ես հասկանում եմ, որ իմ ասածները ձեզ այդքան հաճելի չի, բայց ես ձեզ լսում եմ համբերատար։ Ես էլ սիրով ձեզ լսում եմ, խնդրեմ ինձ էլ դուք թողեք ես ավարտեմ, որտեղ միևնույնն է իմ մտքերը ամբողջությամբ ասել եմ, լսել եմ նաև ձեր հարցերը ամբողջությամբ, որտեղ որևէ հարց չկա, որից ես խուսափում եմ։
Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ փողոց բացելու համար որևէ մեկի վրա չի կրակվել, ընդ որում շատ մարդիկ հիմա մեղադրում են, որ 2018-ին պետք է փաստորեն կրակեինք, որ փողոց բացենք։ Նման որևէ իրադարձություն եւ դեպք չի եղել։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիները եղել են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ամրապնդելու, արտաքին քաղաքականության իմաստով Հայաստանի Հանրապետության դիրքերը ամրապնդելու տարիներ, եւ սա իմ համոզմունքն է։ Ինչի ինձ ընդհատելով ինչ է ես ասում եմ, որ 2018 թվականին մենք այդ տրամաբանությամբ կամ ինչպես նաեւ նախագահն է ասել, այդպիսի խզբզանքի կարիք չունենք իշխանությունից հեռանալու Տիկին Մկրտչյան, տեսեք 2000 ներողություն 2021 թվականի արտահերթ ընտրություններին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր, նա վստահեցնում էր, որ կրելու են եւ խորհրդարան են գալիս սեփական օրակարգով ու Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայմանով, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխատում ընդդիմադիր խմբակցությունները ազգային ժողովում, փողոցային պայքարը, ինչպես է սկսվում եւ ավարտվում տուն ճանապարհելով, ըստ էության այդ դաշինքը եւս չի կատարել իր ժողովրդին տված խոստումը։ Արժևում ընտրություններ են, հնարավոր է Նիկոլ Փաշինյանին բերելու, այսպես ասենք, այդ թեզը գցում են մյուս խմբակցության ջեբը, որպեսզի արտարացնեն իրենց չիրականացված եւ տված եւ չիրականացած խոստումները։ Ես նախ մի անգամ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի Բագրատ Միկոյանի արտահայտած մտքերի վերաբերյալ իշխանությունը հանձնելու ինձ մոտ շատ վատ կասկածներ են առաջացել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է, օրինակ Ռոբերտ Քոչյանի գրասենյակի ղեկավարի կողմից, այսինքն իրանք են հորինել այդ թեզը, մտածել այդ թեզ, ես կարող եմ այդպիսի կասկած ունենալ, որտեղ ամբողջ հարցազրույցը նվիրել հանրապետականներին եւ խոսել ինչ որ չեղած բաներ ընդ որում բոլորիս աչքի առաջ ա եղել 2018 թվականը, այդ ճնշումները, այդ անմարդկային վիճակը, որ ստեղծվել էր հանրապետականի շուրջ, վերջի վերջում մենք ենք այդ ակցիան հորինել 55 դեմ 3 միլիոն կողմ, հիշեցնեմ այդ 55 դեմը ովքեր էին, հանրապետական պատգամավորները, ովքեր մերժված էին, այդ դագաղների մեջ ճանապարհված էին եւ այլն, ինչ վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, 1000 անգամ ասել եմ, նորից եմ ասել ու խնդրեմ տպավորություն նաեւ չստեղծվի, որ մենք հիմա ենք սկսել սրա մասին խոսել։ Ես իմ բոլոր հարցազրույցներում ասում եմ, որ 2021 թվականին ինչպիսի ընտրական process-ներ են եղել եւ մենք ինչ կարծիք ենք ունեցել դրա մասին։ Փառք Աստծո, ստուգման ենթակա փաստ է նաեւ այն, որ հանրապետական կուսակցությունը վերջին է հայտարարել ընտրությունների մասնակցության եւ դաշինք կազմել է ամենավերջինը։ Հանրապետական կուսակցության դաշինքը, այսինքն պատիվ ունեմը, միակն է եղել մասնակցած բոլոր ուժերից, ով իր առաջի համարի մակարդակով էլի են եղել թեկնածուներ, բայց որպես փաստ մեջբերում եմ առաջի մեր համարի խոսքերը, ով ասել է, եթե մեզ չեք ուզում ընտրեք Հայաստան դաշինքին։ Դուք հասկանում եք սա ինչ է։ Ամբիցիայի իսպառ բացակայություն, իշխանության գալու մասին իսպառ այդ ցանկությունը չունենալու հայտարարություն, հասկանում եք։ Այսինքն մենք ասել ենք, որ ամբիցիա չունենք ու մենք ճիշտ էինք ասում, որ փողոցում ենք ուզում Նիկոլին ճանապարհել, փողոցից եկած գործընթացների արդյունքում ենք ուզում սրան պատասխանատվության ենթարկել։ Պատգամավորներ չենք ուզում դառնալ կամ մի քանի մանդատ ունենալ ու այս վիճակը, որ հիմա կա խորհրդանում։ Ես բազմիցս ասել եմ, որ ինքս դժգոհ եմ այն աշխատանքից, որ մենք անում ենք։ Մենք չենք եկել այստեղ 4 տարի պատգամավոր աշխատելու։ Չենք եկել իրենց կողմ քվեներ ապահովեցին։ Ես ավարտեմ, ամբողջին պատասխանելու եմ։ Կարճացնեմ։ Չենք եկել այստեղ 4 տարի պատգամավոր աշխատելու, Ալենի հետ գործուղումների գնալու, չէ, մենք դրա համար չենք ստեղ։ Եվ բոլորս էլ խոսել ենք նրա մասին, որ Դավաճան Նիկոլին հեռացնելու գործիքակազմ են նաև, եթե այդպես ստացվեց, ուրեմն սա էլ օգտագործել որպես այդ գործիքակազմ։ Ու սրա մասին ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ։ Ինչ լսում եմ։ Տիկին Մկրտչյան, հիմա լսում եմ։ Ես Ես բոլորին պատասխանելու եմ։ Լսում եմ։ Տիկին Մկրտչյան, երեք Աղբեսապանոյանը մի շարք հարցեր քվարկեց, որոնց ասես կարող ենք չէ ողջամիտ կասկած ունենալ այդ հարցերի հետ կապված։ Մասնավորապես դուք դատախազության հետ կապված խոսեցիք, ասում են ինչպես է ստացվել, որ դատախազը, որը 10 տարի եղել է Սերժ Սարգսյան դատախազ Նիկոլ Փաշինյանի տարիներին, շարունակեց մնալ, որին դհոլ չի էին ասում։ Եվ ասում են Ես եմ իրան դհոլ չի ասել։ Դհոլ չի եկա։ Շարունակում եմ ասել։ Ասում են ինչպես եք թույլ տվել, որ ռադիոտունը 2018-ին առանց որևէ խոչընդոտի գրավեն, այսպես ճակերտավոր, ինչպես եք ապահովել ձայներ, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, այս բոլոր հարցերը ասում է իրավունք ունեն հասարակության մեջ, այդ թվում նաև ընդդիմադիր շրջանակներում գոյություն ունեն։
Եթե որևէ բաղադրիչ մոռանամ, խնդրում եմ հիշեցնեք, որպեսզի տպավորություն չստեղծի, թե միտումնավոր խուսափել եմ։ Նախ հասարակության մեջ նման կարծիք կա։ Ես հասարակության կողմից այդ կարծիքը չեմ լսել, բայց վերջերս Ռոբերտ Քոչարյանի համակիրների, մերձավոր ազգականների կողմից, ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից անընդհատ լսում եմ։ Դրա համար ասում միգուցե այդ թեզը իրենք են մտածել եւ Նիկոլենց տվել օգտագործման իրավունքով։ Կարող եմ ես այդ կասկածը ունենալ։ Տպավորություն է, որ այդ կասկածս գնալով հիմնավոր է դառնում։ Ցավալիորեն։ Ինչ վերաբերում է պիտի կրակեիք, չթողեիք եւ այլն։ Ուրեմն նախագահ Սերժ Սարգսյանը իր հրաժարականի մեջ գրել է, որ այդ շարժումը իր պաշտոնավարման դեմ է, ավելին գրել է, որ որևէ մեկի քթից արուն չգալու խնդիրը մեզ համար օրհասական հարց է եղել։ Մենք պատրաստ չենք եղել եւ երբեք էլ, ինչպես որոշները կձևակերպեին, մեր աթոռը պահելու համար Երևանի կենտրոնում կազմակերպել այն, ինչը շատ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, այսինքն քաղաքացիական պատերազմ, անկայունություն, որի արդյունքում ադրբեջանցիները կհարձակվեին, կունենային այն իրավիճակը, որ Արցախը կվերցնեն հենց այդ ժամանակամիջոցին, որտեղ Նիկոլ Փաշինյանը կստեղծեր այդ անիշխանությունը։ Եվ ես մի դրվագել եմ ձեզ ուզում հիշեցնել։ Հանրապետական падգամավորները այստեղ հենց այս նույն դահլիճում հայտարարում էին, որ այդ ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է անկայունություն հրահրել եւ արդյունքում իշխանազավթում իրականացրեց, այդ ժամանակահատվածում Նախիջևանի հատվածից առաջխաղացում են ունեցել ադրբեջանցիները։ Դուք հիշում եք այսօրվա ԵԿՄ-ի նախագահան, որը Նիկոլապա համակարգը սարքել այդ ԵԿՄ-ն ինչ էր ասում։ Վերկացավ ասել դուք սուտ եք ասում։ Բառացի, հետո իրենց իշխանության ժամանակահատվածում արդեն տարբեր մանրումիջին պաշտոնյաներ սկսեցին դրանից խոսել։ Այսինքն մենք այն ժամանակ էլ բոլոր խնդիրների մասին խոսել ենք, ասել ենք թե ինչա նախապատրաստվում, ինչա հրահրվում, ասել ենք միայնակ մի թողեք հանրապետական կուսակցությանը, որովհետև պետության, հասարակության իմունիտետը միայն մեր ուսերին մենք կրել չենք կարողանա։ Մենք փոքրաթիվ ենք, ինչպես դուք եք ասում, 55 դեմ 3 միլիոն կողմ եթե լինի, մենք ոչինչ անել չենք կարող։ Մի դրեք այդ տարանջատումը, մի դրեք այդ բաժանումը, որովհետև այդ դեպքում մեր պետությանն է վտանգ սպառնալու։ Մեզ չլսեցին, մեզ միայնակ թողեցին ու 2018 թվականի ապրիլից հանրապետականն է, որ պայքարել է Նիկոլի դեմ, նույն տրամաբանության մեջ պայքարում է։ Դատախազի ես չեմ ավարտել, դատախազի հետ կապված պիտի պատասխանեմ, որ չստացվի ես խուսափում եմ։ Արթուր Դավթյանը, այո, դհոլչի է եղել եւ դհոլչի է, որովհետեւ մարդը, որ կարողացել է դավաճանել այն համակարգը, որտեղ աշխատել է երկար տարիներ։ Արթուր Դավթյանը միակը չի հասկանում։ Մենք Վալերի Օսիպյանը, որ Նիկոլից պաշտոն ստացավ, այն դմդմփու անող Հունան Պողոսյանը, ու այսպես շարքը շատ երկար է։ Ես կասեմ, պարոն Վանեցյանը հրապարակային ասել է նրա մասին, որ ինքը այս ազգադավների կանգառի հայտարարություն է տարածել։ Մենք բոլորի հետ, ովքեր որ եկել ու ասել են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսում են պայքարել, բոլորի հետ գնացել ենք փողոց կանգնել ենք։ Քաղաքական հակասություն ենք ունեցել։ Մեզ մերժած են եղել։ Ինչ ասես ասած են եղել։ Այդ ամեն ինչի վրա մենք աչք ենք փակել, երբեք դրա մասին չենք խոսացել։ Շնորհակալ եմ այդ հիշեցման համար։ Մի անգամ եւս ապացուցում է, որ մենք երբևէ ոչ մի ամբիցիա չենք դրսևորել։ Նաեւ ընդդիմադիր շարժումների ժամանակ հարթակից խոսել են հանրապետականի վատը լինելու մասին, տրամաբանություն էր, որ Նիկոլին հեռացնելու հանրահավաք է, բայց մենք միևնույնը կանգնած ենք եղել այդտեղ, շարունակել ենք այդտեղ կանգնած մնալ։ Այդ դհոլչի, չեմ ավարտել ես հարցը։ Դհոլչի դատախազի դավաճանությունը եւս մեկ անգամ այդտեղ արտահայտվել է իր շարունակականությունը նաեւ ապահովելով Նիկոլին ծառայելու մեջ։ Ես ես հիշեցնեմ, որ հանրապետական խմբակցությունը եկել էր ազգային ժողով, դուք այստեղ աշխատել եք, կարծում եմ պիտի հիշեք այդ տարիներին։ 2018 թվականին ամբողջ ֆրակցիան այստեղ էր եւ սպասում էր նրան, որպեսզի Նիկոլ Փաշինյանին զրկի անձեռնմխելությունից, որովհետեւ հանրապետականները եւ այդ օրվա իշխանությունը հստակ հասկացել էր, որ այն ինչ որ կատարվում է, խաղաղ ցույցի հետ կապ չունի։ Դա պետական հեղաշրջման փորձ է եւ այդ փորձը փորձում էինք կանխել։ Ինչ էին մեզ ասում, մեր Նիկոլին ձեռ չտաք, մեր Նիկոլին չկպնեք։ Եվ թե արդեն այդ ձեր ասած դհոլչին ում հետ եւ ինչ պայմանավորվածությունների եկավ եւ ոչ միայն այդ դհոլչին, կարծում եմ արդեն պետության վերականգնումից հետո հնարավորություն կունենանք այդ հարցին իրավական գնահատական տալ։ Այ դա էլ խայտարակություն է, հասկանում եք, մարդ չի ընդունել իր արած հանցագործությունը, վերջի պահին գոնե ասեր այդ 2020 թվականի լավ պատերազմական գործողությունների ընթացքում թողած այդ պետության կարևոր գործերը ընդդիմադիր էր բռնում, ընդդիմադիրների վերաբերյալ գործեր էին կարում, որ իբր Նիկոլ Փաշինյանի ինչը մահափորձն էին կազմակերպում, թե պատրաստում, գոնե սրան անդրադառնա, եթե խիզախությունը չի բավարարում 2018-ին անդրադառնալ։ 2008-ից հետո եւ 10 տարի Սերժ Սարգսյանի, երեք Ագնես Ախամյանն էլ դա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը 5 հարցազրույց է տվել, հիմնականում հայ-թուրքական, այսպես ֆուտբոլային ձախողված դիվանագիտության սահմանադրական փոփոխությունների, որ ըստ էության դա դարձավ նաեւ
այսպես ասած իշխանափոխության, որտեղ կառավարման համակարգ փոխվեց եւ նաեւ տնտեսական քաղաքականության մասին որոշ այսպես հանրապետականների ձեռնարկած բարեփոխումների քննադատությամբ է հանդես եկել եւ այդ ընթացքում որոշ շրջանակների կողմից գեներացվել է այսպես հակաքարոզչություն Քոչարյանի դեմ, որ չպետք է, այսպես ասած, քննադատի, որ արդեն ավարտել է ամեն ինչ, պետք է այսպես այլևս որևէ արձագանք հայաստանյան իրադարձություններին չլիներ։ Դուք կիսում եք այդ կարծիքը, որ նաև Ագնես Ախամյանը ակնարկում է, որ նաև հենց իշխանության կողմից է եղել այդ մեդիա արշավը Քոչարյանի դեմ։ Դա բացարձակ սուտ է, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Սերժ Սարգսյանի մասին բացասական, սուտ, կեղծ, անբարոյականության հասնող հոդվածներ այնքան են տպագրվել, որ որևէ մեկ այդտեղ մրցակցության մեջ չի։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ արշավ որևէ մեկի դեմ չի կազմակերպել, որևէ մեկի դեմ չի հանձնարարել, որ կազմակերպեն։ Ու այդ ստի էլի շրջանակներում է։ Դուք ձեր խոսքի մեջ ասիք, որ այդ 5 հայտարարություններն են պատճառ եղել դրա։ Նման բան չկա։ Այսինքն այդ 5 հայտարարությունները արվել են պաշտոնաթող նախագահի կողմից, Ռոբերտ Քոչյանը համարել է, որ դա այն պատեհ պահն է, որ ինքը պիտի արձագանքի եւ արձագանքել է։ Դրանից հետո ոչ մի արշավ, ոչ մի բան չի կազմակերպել։ Սերժ Սարգսյանի մասին գրված անտանելի եւ անթույլատրելի հոդվածների հետ որևէ մեկը չի կարող երբեք մրցել։ Եվ ես կարծում եմ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները նաեւ եղել են բացառիկ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այն իմաստով, որ լրագրողական ազատությունը, այդ հոդվածներ գրելու ազատությունը որևէ մեկը դրանից հետո պատասխանատվության չի ենթարկվել։ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման տարիներին դատի չի տվել ինչ-որ լրատվականի, ոնց որ հիմա այս իշխանությունն է անում, ամեն մի հատ սխալ տեղ դրած ստորագետի համար 1 միլիոն քերեք, մի հատ ներողություն խնդրեք, այդպիսով նաև փորձելով այդ մեդիային ամբողջությամբ կաղապարել։ Դուք նաև ձեր խոսքում ինչ որ ես այդպիսի ենթատեքստ նկատեցի, ասացիք, որ սահմանադրության այդ կառավարման կարգը փոխվեց, դրա համար եղավ այն ինչ եղավ 2010։ Ես ես վստահեցնում եմ, ուզում եմ նախագահական կառավարման կարգ լինի, ուզում եմ կիսանախագահական, ուզում եմ խորհրդարանական, երբ որ պետական հեղաշրջում է պատրաստվում, այստեղ սահմանադրության մեջ ամրագրված պետական կառավարման կարգը ընդհանրապես կապ չունի։ Մի բան կապ ունի՝ հասարակական եւ պետական իմունիտետ։ Այստեղ պատրաստ եմ ձեզ հետ քննարկել, թե ինչ պիտի անենք, որ այդ պետական իմունիտետը ավելի ուժեղ լիներ։ Դհոլչին օրինակ չլիներ Հայաստանում գլխավոր դատախազ։ Կարեն Կարապետյանը դառնար որպես վարչապետ, դա էր նաև այն ժամանակ քննարկվում, որ կառավարման կարգի հետ, բայց դա ինչ կապ ունի։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը եղել է պաշտոնակատար այդ պաշտոնի, այսինքն առաջի փոխվարչապետն է եղել կառավարության որոշմամբ։ Բայց ես նորից եմ կրկնում, Կարեն Կարապետյանը կլինի, ով ուզում է լինի, ում անունը ուզում եք տվեք, կառավարման կարգը պետական հեղաշրջման հետ որևէ կապ չունի։ Պետական հեղաշրջումը կանխվում է լրիվ այլ տրամաբանությամբ։ Նարեկ Մալյանը համարվում է այսպես հանրապետական թևի այսպես աջակիցներից, հանրապետական կուսակցության հետ պարոն Մալյանը որևէ կապ չունի։ Ես պարոն Մալյանին շատ լավ եմ վերաբերվում, որովհետև պարոն Մալյանը իր մաշկի վրա է զգացել այն նիկոլական բռնաճնշումների ողջ ծանրությունը, լինելով այն տասնյակ քաղաքական բանտարկյալներից մեկը, ով հայտնվել է բանտում եւ դատապարտվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով եւ պատվերով։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների հետ իր հարաբերություններին։ Պարոն Մալյանը բանտից դուրս գալուց ինչ չի շնորհակալություն հայտնել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, ինքը նաև իմ ուշադրության կենտրոնում է եղել, այնքանով որքանով դա հնարավոր է։ Այլ շնորհակալություն է հայտնել Հայաստան խմբակցության падգամավորներին։ Նարեկ Մալյանը բանտից դուրս գալուց ինչ չի առաջինը ողջագուրվել։ Ես այնտեղ կանգնած էի հերթում ողջունելու, ավարտեմ էլի, ողջունելու քաղբանտարկյալին, ով վերջապես կարողացել է Վարդաշենից դուրս գա։ Ես այնտեղ հերթի մեջ եմ եղել, ինքը առաջինը ողջագուրվել է Հայաստան խմբակցության падգամավորների հետ։ Հետևաբար ձեր ենթատեքստ ունեցող հարցը իմ դեպքում որևէ կերպ չի կարող հիմնավորվել, որովհետև այն հարաբերությունները, որ ունի եւ ունեցել է պարոն Մալյանը մի շարք ձեր կարծիքով Ռոբերտ Քոչյանի համակիր, իր շրջապատի անձանց հետ շատ ավելի սերտ են, քան իմ կամ հանրապետականի հետ ունեցածը, բայց պարոն Մալյանը, ինչպես մնացած բոլոր քաղաքական բանտարկյալները, մշտապես եղել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում, մեր որպես պատգամավորների ուշադրության կենտրոնում եւ Աստված չանի, եթե նորից ինչ-որ հետապնդումներ ու բռնաճնշումներ կսկսվեն, մենք կփորձենք գոնե ինչ-որ բանով օգտակար լինել։ Ինչու եմ հիշեցնում Նարեկ Մալյանին, պատահական չի, որտեղ այս աղմուկից հետո մեկ կարճ տեսանյութ է շրջանառվում, որտեղ Նարեկ Մալյանը կարծես 2019-ին իշխանափոխությունից հետո հայելի հաղորդման շրջանակներում հստակ ակնարկում է այն մասին, որ 18-ին
այսպես իշխանությունը գեներացրեց այդ մեծ բողոքի ակցիան, որ սկզբում այդպես չէր, այսինքն դա է ակնարկում։ Ես դրա համար եմ ուզում ասել, որ հիմա նա Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսն է փորձում հաշվել։ Ինչու էր այդ ժամանակ նման ակնարկներ անում, ինչ որ բան էր փոխվել։ Ով Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը փորձում է հաշվել, այդ փորձը անող անձին խնդրում եմ դիմեք, կամ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսի հետ կապված։ Ես այդտեղ երբևէ նման հարց չեմ բարձրացրել։ Ինչ վերաբերվում է ձեր հիշատակմանը, որ 2017 թվականից հետո ինչ որ ակնարկներ է արել, չէ, ձեր հիշատակմանը, որ այդպիսի ակնարկ է եղել։ Դա ապացուցում է այն, ինչ որ ես ասում եի, այսինքն մենք բոլորի կողքը պատրաստ ենք կանգնել, ով հայտարարել է մինչևս եւ հայտարարում է, որ պայքարել է եւ պայքարում է Դավաճան Նիկոլի դեմ։ Հենց այդ էի ասում, որ ոչ մեկին չենք ասել, որ դու հանրապետական ես մերժե, ոչ մեկին չենք ասել, որ դու դագաղ ես պահել, ծաղկեպսակ ես պահել, չնայած մտածում եք այդ ամեն ինչը մոռացել ենք, երբեք չենք մոռացել, երբեք չենք մոռացել, բայց չենք պատրաստվել դրա մասին խոսել, որովհետեւ շատ պարզ հասկանալի է, որ մեր խնդիրը, մեր նպատակը Դավաճան Նիկոլից ազատվելն է։ Եվ ձեր ասած, որ հիմա դուք կարող եք այդ շարքը այնքան երկար թվարկել, որովհետեւ բոլոր ընդդիմադիր շարժումներում եղել են մարդիկ, ովքեր մերժել են հանրապետականի։ Մենք սուս ու փուս գնացել զինվորի պես կանգնել, իրենց հետ փողոց ենք փակել։ Ցանկացած խաղաղ ցույցի տրամաբանության մեջ ինչ հանձնարարական ստացել են, գնացել են, կարել են, ունենալով մի նպատակ, ընդ որում այդ ժամանակ առաջի շարքով չքայլելով էլ, որտեվ ամբիցիա չունենք այդ իմաստով։ Տիկին Մկրտչյան, մի քանի հարց ունեմ ձեզ։ Նախ բանի հետ կապված Հայաստան Դաշինքի պատգամավորն ասում է, չգիտեն հանրապետականները ով էր այդ դագաղները պահում։ Սերժ Սարգսյանի Փեսայի, Միքայել Մինասյանի կողմից ֆինանսավորված Նիկոլ Փաշինյանի ակցիայի շրջանակներում էին այդ դագաղները պահում։ Ինչու է Միքայել Մինասյանը ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին։ Ես որ ասում կիսաճշմարտություն, այլ նաև դրա հետ դա նկատի ունեմ։ Նախ Միքայել Մինասյանին կհարցնեք ինչի այնք այդ գումարը տվել, բայց Միքայել Մինասյանի խոսքն էլ աղավաղել չի կարելի։ Միքայել Մինասյանը չասեց, որ ես ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանին, ասեց բառացի հետևյալը. ես Նիկոլ Փաշինյանին գումար եմ տվել, որպեսզի իմ ընտանիքի մասին չգրի։ Իսկ եթե դուք Նիկոլ Փաշինյանի այդ ժամանակվա գրված հոդվածները հիմա էլ կարող եք նայել, տեսնեք, այնտեղ Սերժ Սարգսյանի մասին գրված ստեր, լկտի եւ անբարոյական ստեր կան, եւ խոսք չկա, միգուցե ես չեմ ստուգել, բայց ենթադրում եմ, որ խոսք չկա Միքայել Մինասյանի, միգուցե իր կնոջ եւ երեխաների մասին, այսինքն ինքը այդ փոքր ընտանիքին փորձել է պաշտպանել այդ անբարոյական ստից ու կեղծիքից։ Ինչպես է դա ինքը արել, դա Միքայել Մինասյանի եւ Նիկոլ Փաշինյանի քննարկման առարկան է, բայց ինչ վերաբերում է, որ փող ա տվել, որ սրանց մասին չգրի, նրանց մասին գրի, էդ էլ է կիսաճշմարտություն եւ չի կարելի այդ խոսքը այդպես աղավաղել։ Եվ տիկին Մկրտչյան, Կարեն Կարապետյանի հետ կապված, որ Կարինն հարցնում էր, ես ոնց հասկացա հարցնային մասին է, թե ինչու հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չպահեց այն խոստումը, որ այլևս չի հավակնում Հայաստանում ղեկավար պաշտոնի եւ Կարեն Կարապետյանին, երբ որ 16 թվականին նշանակեցին վարչապետ, ասում էին, որ նա է լինելու երկրի ղեկավարը, գոնե նա է ցուցակը գլխավորելու եւ Հայաստանը ղեկավարելու։ Ինչու այդ խոստումը չպահվեց հանրապետականի կողմից եւ չէ՞ կարծում, որ եթե դա պահվեր, այն սցենարը ինչ տեղի ունեցավ 18-ին, գուցե եւ չլիներ։ Դուք ինձ ասեք, թե հանրապետական կուսակցությունից ով է, թեկուզ անհատ մակարդակով, որտեղ կուսակցության հայտարարություն չի եղել, ով է ասել 2016 թվականին, որ Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ։ Ես նման հայտարարություն չեմ լսել։ Ես կպատասխանեմ։ Ես ամեն ինչին պատասխանեմ, ինձ ընդհատելու կարիք չկա, որտեղ ես մինչև վերջ լսում եմ։ Որևէ մեկը հանրապետականից չի հայտարարել, որ Կարեն Կարապետյանը դառնալու է Հայաստանի հաջորդ վարչապետը։ Դա սուտ է, միգուցե դուք միջանցքներում եք դրա մասին խոսել, դրա մասին ես որևէ տեղեկություն չունեմ ձեր խոսակցությունների։ Սերժ Սարգսյանը մանրամասն ասաց, թե ինչի է առաջադրվում։ Ասաց, որ բանակցողի փոփոխությունը մենք հասել ենք այն կետին, որ իր կարծիքով անթույլատրելի է, որովհետև այն փաստաթուղթը, հայանպաստ փաստաթուղթը, որը հիմա Ալիևի պասով Նիկոլը ուզում է ջրած լինի, թաքցրած լինի, կոնդիցիոների տակ էր թաքցնում, էլ չգիտեմ ինչի տակ թաքցնում, ուզում է, որպեսզի որևէ մեկը չտեսնի, այս Սերժ Սարգսյանի բանակցային 10 տարիներն էին հասել դրան։ Մենք շարունակում ենք պնդել, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետությունը չխեղվեր այնպես, ինչպես այդ փողոցային շարժումներ փորձում խեղել, իրականությունը, որ մենք եկել ենք աթոռ պահելու եւ նախագահի հրաժարականով ուղղակի ցույց տվեց, որ աթոռ պահելու հարց տեղ երբեք չի եղել ու չկա, մենք այսօր չէինք ունենա այս աղետալի ու ողբերգական վիճակը։ Շարունակում ենք դա պնդել։ Եվ կներեք մեկ հարցել, ինչու հանրապետականը օգնեց Նիկոլ Փաշինյանին կողմ քվեներ ստանալ ազգային ժողովում։
ձեր ձևակերպումն էլ է իրականությանը չհամապատասխանող, որովհետև խրոնոլոգիա շատ փոքրիկ անեմ, ելի չասեք երկար եմ պատասխանում, ուրեմն այն 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, ամբողջությամբ տերոր էին հանրապետական կուսակցության դեմ։ Քաղաքական դաշտից էլի գաղտնիք չեմ բացելու, որևէ մեկը չի կանգներ գոնե այդ տերորի դիմաց, էլի, ասի, այսպես չեն անում, օրինակ բռնաճնշում է քաղաքական գործչի գաղափարների դեմ պայքարելու համար գնալ դպրոցում իր դպրոցական երեխային ասել կգնաս հորդ կամ մորդ կասես, որ իրան սենց պահի։ Չի կարելի գնալ հանրապետական կուսակցության կին պատգամավորների տուն, դնել աստիճան եւ այդ աստիճանով փորձել ջարդել այդ մարդկանց տան պատուհանը եւ ներսում գտնվող անչափահաս երեխային չորտենց ուղղորդումներ տալ, թե մամայիդ եւ պապայիդ ինչ կարես։ Հիմա կարաք ԿՊ պատգամավորներից որևէ մեկի տան պատուհանին աստիճանով բարձրանաք։ Այդ ՊՊՑ սակոն կամ դրան հաջորդած իրավահաջորդները կգան միանգամից կգնդակահարեն առանց ախանելու, ոչ դատ կլինի, ոչ դատաստան, թե ծայրահեղ անհրաժեշտություններ, թե չէ։ Հաջորդ տրամաբանությունը ձեր, այո, ուրեմն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ ցանկացածին, ով կգա եւ կարծում է, որ այս իրավիճակում կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, իրենք պատրաստ են դա քննարկել։ Ես հիշեցնեմ, որ որևէ մեկը այդ ընթացքում չառաջադրվեց, չնայած որևէ մեկը այդ ընթացքում թիրախավորման մեջ էլ չէր, բացի հանրապետական կուսակցությունից։ Հետո եղավ մայիսի 1-ը, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանին բերեցին եւ առաջադրեցին։ Ես այստեղ ուզում եմ ֆիքսել, որ հանրապետական կուսակցությունը առաջադրման այդ ստորագրությունների մեջ չկա։ Սա գոնե փաստը ազգային ժողովից էլ կարող եք ճշտել։ Հետևաբար հանրապետականը չի բերել Նիկոլին վարչապետի թեկնածու սարքել։ Սա փաստագրված արդեն պատմական փաստ է։ Մայիսի 1-ին այդ դագաղների, ծաղկեպսակների, հայհոյանքների, անթույլատրելիության, որ որևէ պաշտպանություն չկար ոչ քաղաքական ուժի, ոչ պատգամավորների համար, էլի հանրապետական կուսակցությունը դեմ է քվեարկել, ասելով, որ տալիս ենք եւս մեկ հնարավորություն քաղաքական ուժերին, որ այս անթույլատրելի անձին չբերեն մարդուն, ով որ պետական հեղաշրջման միջոցով չի ուզում գա Հայաստանում իշխանության։ Չնայած շատ լավ գիտենք, որ այդ թիրախավորումը մեր վրա է գնալու, մեզ են հեսա դրսում ինչ ասես ասելու, մենք չենք կարողանալու շարժվել քաղաքում, բայց մայիսի 1-ին էլի դեմ են քվեարկել, ասելով մի բերեք սրան։ Հետո ինչ են արել։ 7 օրից էլի ստորագրություններ են հավաքել, էլի Նիկոլ Փաշինյանի համար, էլի հանրապետականը չի եղել այդ ստորագրողների ցանկում։ Եվ տեսնելով, որ երկրում քաոսը բոլորի համար ընդունելի է, բացի հանրապետական կուսակցությունից, հանրապետական կուսակցությունը այդ քաոսի ստեղծման պատասխանատվությունը իր վրա չէր կարող վերցնել, որովհետև նորից եմ կրկնում, Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ երկրում կայունության եւ արտաքին անվտանգային հարցերում հանկարծ որևէ խնդիր եւ ռիսկ չստեղծելն է եղել։ Հետևաբար հանրապետական ասել է, եթե 3 միլիոն կողմն է եւ 55-ն է դեմ, ձեզ ինչքան է պետք, այդ ինչքան որ ստորագրել եք, քանի մարդ չի հերիքում։ Դա էլ ընդ որում եղել է, ձեզ ասեմ, պատգամավորների կամքի նկատմամբ ներազդեցություն, ինչը քրեական գործ է։ Դա քրեական գործ է եւ պետության վերականգնումից հետո դա էլ պետքա ճշտվի, թե ներազդեցությունը հանրապետական կուսակցության պատգամավորների նկատմամբ եղել են մյուս քաղաքական ուժերից, թե այդ փողոցային շարժման ընթացքում դագաղներ պահողներից։ Դա էլ շատ կարեւոր է։ Եվ կխնդրեմ անուններ տալ, ասում եք Քոչարյանի մերձավորները գնացել էին հրապարակ տեսնելու արդյոք Սերժ Սարգսյանի դագաղը կա թե չկա, դուք քոչարյանական շրջանակներից ում եք տեսել այդ օրերին հրապարակում։ Ես առաջին հարցին պատասխանելուց ասացի, որ քոչարանական այդ տերմինը ինձ համար անհասկանալի է, ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության պատգամավորներին, ես ճանաչում եմ Այո, ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր ազգականներին եւ ճանաչում եմ հիմա Ռոբերտ Քոչարյանի համակիրների շրջանում եղած անձանց։ Շատ են, գիտեք, հազարավորներ են։ Ես ունեմ նախ ընտանիքի անդամներից կային այնտեղ, հիմա համակիրներից կան, պատգամավորներից, ովքեր հիմա ֆրակցիայում են կան, եւ եթե դուք կարիք ունեք, ես սկրինշոթեր ունեմ բոլորի։ Չէ, դուք անուն ներողություն։ Այսինքն եթե մեկը չգնար, մյուսը չգնար, երրորդը չգնար, չորրորդը չգնար, հրապարակը չէր լծվի եւ ժողովրդին ինչպես որ շղարշ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը այդ արտաքին ուժերի միջոցով կազմակերպած պետական հեղաշրջումը չէր լինի, որտեղ օրինակ եթե ես մտածեի դե ինձնով չի, ես էլ գնամ հանրապետության հրապարակ կանգնեմ, որտեղ ինձնից բացի օրինակ այնտեղ 60,000 մարդ էլ կա, բայց եթե ամեն մեկը մտածեր որ այդ մի 60,000-ից մեկն էլ նաեւ ինքն է ում օգտագործում են հիմա պետական հեղաշրջման ֆոնը ստեղծելու համար, այդ իրավիճակը չէր լինի։ Հանրապետականների համագիրները լեղացնեն այդ օրերին, որ ես չեմ բացառում, որ իրենց
հանրապետական իրենց իներցիայով որևէ մեկը չի գնում, քաղաքացիական գիտակցությունը տանում է մարդկանց, ես նորից եմ կրկնում, այնտեղ իհարկե կային մարդիկ, ովքեր մոլորված էին, բայց եթե դուք համարում եք, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավորները այդ մոլորվածների մեջ են, շատ լավ, եկեք այդ տրամաբանությամբ պայմանավորվենք։ Ես միշտ շեշտել եմ, որ այդ հրապարակում կան մոլորված քաղաքացիներ, ովքեր չեն հասկացել ինչա կատարվում, կան այնտեղ դիտավորությամբ հայտնված եւ այդ process-ները գեներացնող մարդիկ։ Դրա մասին ես մշտապես նշել եմ։ Դուք նշեցիք ընտանիքից են եղել, ընտանիքին ճանաչում ենք բոլորս, կարող եք անազգաններով ասել, թե ովքեր էին հրապարակում 18 թվականին։ Ես բոլորին անազգաններով ընտանիքից չեմ ճանաչում, բայց այն սկրինշոթերը Լևոն Քոչարյանն այնտեղ էր։ Լևոն Քոչարյանն ինքն է հայտարարել, որ տուն էր գնում այդ ճանապարհին, այսինքն այդտեղ հայտնվել է, ճիշտ է։ Հիմա հրապարակով ես էլ անցնում եմ, Բագրատ Գալստանյանը բողոքի ակցիա անում, մեկը կարող է Մենք ընդունել ենք, բայց ի գիտություն։ Լևոն Քոչարյանը ասել է, որ ես անցնում եմ այդտեղով, իրեն տեսել են այնտեղ, ինքը ասել է անցնում է, ես չէի մասնակցում, մենք ընդունել ենք ի գիտություն։ Սեդրակ Քոչարյանին տեսել եք։ Հերթով տյանները։ Դե ասում եք Ուրեմն համ մեկ էլ որ տպավորություն չստեղծվի, որ ես հանրապետականների համագիների մասով հարցից խուսափեցի, ուրեմն շատ մարդիկ են եղել, ովքեր թաքնված են եղել հանրապետականի անվան տակ, որտեղ այն ժամանակ իշխանություն էր, ձեռնտու էր, այդ դհոլչին էլ է դրա վառ ապացույցներից մեկն է։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր եղել են այդտեղ եւ դավաճանել են հանրապետական կուսակցությունը, ես չի որ պիտի նորություն ասեմ, հանրապետական կուսակցությունը 150,000 կարծեմ անդամից հիմա զտվել եւ դարձել է ընդամենը մի քանի տասնյակ հազար։ Որ մանիպուլյացիա կա այնուհանդերձ ձեր ասացի մեջ, որովհետև մի բան է հրապարակով անցնել, մի բան է գնալ հրապարակ, կներեք մեջ բերեմ, Քայլարա Մերժիր Սերժին, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Բայց որտեղ էր մանիպուլյացիան։ Դուք ասացիք Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները եղել են, ասի ես տեսել եմ, տվեցիք падգամավոր Լևոն Քոչարյանի անուն, ասի ինքը բացատրել է, որ անցնում էր, որ նախնդիրը։ Դե բայց դա չեղավ որ գնացել էին Ուրեմն չեղավ որ ինքը ընտանիքի անդամներից ինքը չի եղել։ Դե ով է եղել որ գնացել է։ Բայց նայեք, եթե ես այդ լրագրողական աշխատանքը անեմ, ես իմ падգամավորական աշխատանքը կանեմ եւ կուսակցական։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես այնքան պրպտող եմ եղել։ Լսեք։ Խոստացա ձեզ ուղարկեմ։ Ասի սկրինշոթերը ունեմ։ Ես 2018 թվականին այնպես է ստացվել, որ այդ ժամանակ եմ կուսակցական եղել ու աշխատել եմ ազգային ժողովում, իմ հետաքրքրությունների շրջանակում էր նաև կատարվող ամեն ինչը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես այն մակարդակով, որ մակարդակով իմ ոչ մասնագիտական ունակությունները թույլ են տվել, բոլոր փաստերը իմ մասով գոնե ինչ որ ինձ հետաքրքրել է պահել եմ։ Դե հրապարակեք բոլորս էլ տենցնենք այդ ովքեր են հեղափոխություն։ Բայց դուք տենց խնդիր ունեք ուսումնասիրություն իրականացնել։ Օրինակ ձեր լրատվականը սիրում է ուսումնասիրություններ իրականացնել։ Կարող եք այդ ուսումնասիրությունը անել։ Ին վրա պետք չի դա բացել։ Փաստերը մենք ուսումնասիրենք, դա պատահական անցնել է։ Նիկոլ Փաշինյանը, բայց մարդ ասել է որ պատահական անցել եմ, չէ՞։ Ես ասում եմ տենց չէ։ Հասկացանք, բա մյուս դեպքեր հարցրեք մյուս մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր այլ ազգականներին անցել են այդ ժամանակ չեն անցել, մենք ենք այդ ֆոտոշոփը արել, մենք չենք արել, սա ձեր աշխատանքն է կարծում եմ։ Լսում եմ։ Բաքվում հայ գերիները դատական փաստով են հասնում, իշխանությունը մեղադրում է տեսանելի քայլեր չանելու համար, երբ եթե տեսանելի քայլեր արվեն, այդ գերիները հնարավոր է որ չվերադառնան երբևէ։ Կխնդրեմ նախ սրան անդրադառնալ, ինչը ձեզ այսպես ինչ ընդդիմությանը չի բավարարում իշխանության քայլերի մեջ։ Իշխանությունը ոչինչ չի անում գերիներին բերելու համար, որտեվ երբ որ ես մարդու իրավունքների պաշտպանի հրատապ զեկույցից մեջբերումներ էի անում, այդ աղդամցի Ալեն ասում էր, այդ հեքիաթները ստեղ ես պատմում։ Այսինքն հեքիաթ էր գերիներին խոշտանգելը։ Այսինքն դա ինձ ինչ-որ մի բանով քաղաքական առավելություններ տալիս ազգային ժողովի ամբիոնից գերիների խոշտանգումների մասին խոսելը։ Բա որ հիմա Նիկոլ Փաշինյանը ՀՄԿ-ի եթերում ասում է տեղեկություններ ունենք, որ ինչ-որ հոգեմետ դեղեր, նյութեր են օգտագործում ցուցմունքներ կորզելու համար։ Հեքիաթ է պատմում։ Կամ այն նկարները, որ ամբողջ հայ ժողովուրդը տեսել է, հեքիաթներ են դրանք։ Սա իրենց իրական վերաբերմունքն է գերիների եւ հայ մարդու կյանքի նկատմամբ։ Իրենք ոչինչ չեն անում։ Ոչ բանակցությունների առարկա այդ մարդկանց տուն վերադառնալը։ Այդ մարդկանց տենց ժեստ են անում, ասում են մեր համար քաղաքական հակառակորդ չեն։ Հայ մարդը Բաքվի բանտում խոշտանգվում, այսօր վաղվա կյանքի սպառնալիք ունի ժամերի ընթացքում։ Ինքը ասում է ին քաղաքական հակառակորդ ես չեմ համարել։ Ոչինչ չեն արել այդ մարդկանց Հայաստան տեղափոխելու համար, որպեսզի իրենք չընկնեն այդ պատերազմական հանցագործ այդ Ալիևյան ռեժիմի ձեռքը եւ ոչինչ չեն անում հիմա վերադարձնելու համար։ Այստեղ խնդիրը ընդդիմության բողոքը չի է, խնդիրը այն է, որ Հայաստանի քաղաքացիները տեսնում են, որ իրենք որևէ բան չեն անում եւ Հայաստանում իշխանություն է պետք, որպեսզի պայքարի հայերին տուն վերադարձնելու համար։ Դուք նշում եք, որ իշխանությունը ոչինչ չի անում, բայց այսօր կրկին Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ
պետք է այնպես անեին, որ գերի չընկնեին նորից հետաքրքրել այդ արտահայտությունները եւ այդ հարցին, թե օրինակ դուք ինչ արեցիք, որ գերի չընկնեն, ասում են իրենց անվտանգության աշխատողները պետք է անեին։ Ես մի անգամ պատասխանել եմ նրա այն մյուս անհեթեթությանը, որ ասում է, թե ինչ ասես խոսել է Ռուբեն Վարդյանը, դրա համար հիմա գերի է ընկել եւ այլն։ Տենց վախկոտի, այդ ԿՊԱ-կան ուսապարկի տեքստերը ես չեմ մեկնաբանելու։ Ինքը պիտի սպասի, որ այդ իր խոսքերի համար պետության վերականգնումից հետո պատասխանատվության ենթարկի եւ ձեր հիշատակման համար եմ շնորհակալ, որ ասում ենք որևէ բան չեն անում, այսինքն են վերաբերվում այդ մարդկանց։ Չխոսեիք, գերի չընկնեիք, Արցախում չապրեիք, գերի չընկնեիք, մնայիք մորթվեիք, գերի չընկնեիք։ Այս այլընտրանքներն առաջարկում են այո իրենք հայ մարդուն։ Դե ասում են բոլոր հնարավոր հարթակներում խոսում ենք բարձրացնել։ Ոչ մի հարթակում իրենք դրա մասին չեն խոսել։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների պրես ռելիզները նայեք։ Նիկոլ Փաշինյանի հրապարակային այդ հանդիպումների միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կամ երրորդ երկրների պետությունների ղեկավարների հետ հանդիպումները նայեք։ Այնտեղ տեսել եք այդ խոսքը։ Չէ, Բրչյան, երբ ապաշրջափակման հարցը հանվեց խաղաղության պայմանագրից, հիմա ընդդիմությունը նաև Վարդան Օսկանյանը առաջարկեց, որ դադարեցնել բանակցությունները գերիների հարցը, այսպես ասած, լուծելուց հետո։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ դա սադրանք կլինի։ Ապաշրջափակումը հանեցին խաղաղության պայմանագրից, հիմա այլ ընթացակարգով են քննում, բայց գերիների հարցը, եթե հանկարծ բանակցությունները դադարեցնեն կամ առանձին քննարկեն, դա սադրանք կլինի։ Իսկապես սադրանք կլինի։ Սադրանքը Ալեն Սիմոնյանի գոյությունն է ազգային ժողովում։ Հասկանում եք, եւ ինչ վերաբերում է այդ տերմինին խաղաղության պայմանագիր, Հայաստանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր չի բանակցում։ Հայաստանը Բաքվի հետ, Նիկոլը Բաքվի հետ պայմանավորվում է, թե ինչպես պիտի Հայաստանից մնացածը հանձնի Ալիևին եւ Էրդողանին։ Այդտեղ խաղաղության բանակցություն չկա։ Եվ այդ փաստաթուղթը, որ որևէ մեկը չի տեսել, հիշում եք հրապարակում 18-ից էինք այսօր շատ խոսում։ 18-ի հրապարակում ասում էր ոչ մի բանակցություն փակ դռների հետևում չի լինելու։ Գալու եմ այս բեմա հարթակից բոլոր թղթերը տամ, հերթով կարդակ միասին որոշենք։ Ուր է բա այդ հարթակը։ Բեր այդ հարթակի վրա կանգնի, մեզ էլ կանչի ներքևը, գանք այդ խաղաղության պայմանագիրը կարդա։ Իրենք Հայաստանի Հանրապետությունը հանձնելու, պետության սուբյեկտայնությունը վերացնելու գործընթացը քննարկելու մեջ են Բաքվի բռնապետական ռեժիմի հետ։ Երեք Սիմոնյանը ակնարկում էր, որ առաջիկա օրերին ինչ-որ կարևոր բան է տեղ ունենալու։ Դուք ինչ տեղեկություն։ Այդ մարդը պատերազմի ժամանակ ասում էր հեսա լավ լուր եմ ասելու ու Շուշին տվեցին։ Այդ էր իր լավ լուրը։ Ոչ մի լավ սպասելիքներ չկա։ Բացարձակ։ Դավաճան իշխանությունից ոչ մի սպասելիքներ։ Որ ասում եք Ալենի հետ գործողման են գնում, ում նկատի ունեիք։ Բոլոր գործողման գնացողներին բացեք պարլամենտ կայքի կարգադրությունների բաժինը եւ կարդացեք անունը։ Ես կարդացել եմ, գիտեմ, բայց ինչի եք դուք խուսափում անուններ տալ։ Որովհետեւ իմ խնդիրը այն է, որ այդ մարդիկ իրենց այդպես չպահեն, այլ ոչ թե իրենց հարթակում նաեւ տիրաժավորեն։ Իմ կարծիքով իրենց վարքագիծը ընդունելի չէ։ Բայց կողմնակի դաշնակցական падգամավորները օրինակ Լիլիթ Գալստյանը վերջերս ասացին գերիների հետ կապված Եվրոխորհրդանում կոշտ ելույթ է ունեցել, ԵԱՀԿ-ում կոշտ ելույթ է ունեցել, չօգտագործեն այդ առիթները։ Երբ որ ԵԱՀԿ-ում եւ բոլոր այլ հարթակներում մեր падգամավորներին հետեւյալ ընդդիմադիր падգամավորների մասին է խոսքը, պատասխանում են հետեւյալ կերպ, որ դա քննարկեք ձեր իշխանությունների հետ կամ ձեր իշխանությունները այլ օրակարգով են այստեղ գալիս, դա դառնում է ոչ օգտակար գործողություն, միգուցե դա անհրաժեշտ է բարձրաձայնել, բայց երբ որ պետական արտաքին քաղաքականությունը մի բան է ասում, իսկ ես հիշեցնեմ, որ կառավարող խմբակցությունը եւ կառավարությունն է Հայաստանում արտաքին քաղաքականություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ օժտված, ընդդիմադիր խմբակցությունները, падգամավորները չունեն արտաքին քաղաքականությանը միջամտելու որևէ լիազորություն եւ խորհրդարանական դիվանագիտությունը դա արտաքին քաղաքականության զուգահեռ իրականացվող լրացուցիչ գործընթաց է, որտեղ քննարկումները ելի իրականացվում են իշխող խմբակցության հետ։ Ես կարծում եմ, որ մեր ուժերը պիտի մեկտեղվի ստեղ այդ իրավիճակը փոխելու համար։ Բայց հիմա դուք ձեր ուժերը հերիք չեք մեկտեղում, կներեք իրար եք տալիս։ Այդ էլ ասում են սրանից միայն իշխանությունն է շահում, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը պարակվում են, իշխանությունը խրախճանքի մեջ է։ Ուրեմն 2018 թվականի ապրիլից հանրապետական կուսակցության նպատակները երբևէ չեն փոխվել։ Պայքարել Նիկոլի դեմ, մենք գիտենք, որ այս մարդը դավաճան է եւ այդ պայքարը պիտի լինի իրեն պատասխանատվության ենթարկելու համար։ Հանրապետական հենց կյանքի գնով է պայքարել, բայց երբ որ այդ կյանքի գինը հանրապետականի վերածվեց արդեն երկրի ներքին կայունության եւ արտաքին անվտանգությանը, հանրապետականը երբեք չի վտանգել երկրի ներքին կայունությունը եւ պատրաստ չի եղել վտանգի անվտանգային կայունությունը։ Հիմա նորից հետ գնամ այն նույն տեքստը ասեմ, որ Սասուն Միքայելյանց տեղից ասում էր սուտ եք ասում հանրապետականներ Նախիջևանում առաջ խաղացում չկա, վստահ եմ reverse կանեք, ուղղակի կլսեք, կարիք չկա
այլ հարցի մեջ, ինչ որ փորձել ինձ ընդհատելով այլ տրամաբանություն դնել։ Ինչ որ բան չմոռացա դեր առաջի հարցը։ Վստահ եք, հետո չասեք որ խուսափեցի։